Հավատում եմ, որ ամեն հավաքույթ, ամեն ծառայություն նրա համար է, որպեսզի մենք հոգևորապես շինվենք։ Հավատում եմ, որ Հիսուսի խոսքը, որ ասում էր. Հայր, քեզնից խնդրում եմ, որ պահես նրանց, որոնց ինձ ես տվել, իրենք այս աշխարհում են, բայց այս աշխարհից չեն, պահես նրանց չարից։ Դա Աստված, որ այդպես էլ հավատում ենք, որ ամեն անգամ, երբ գալիս ենք ծառայության, գալիս ենք հավաքույթի, այդպիսի մի բան է մեզ տեղի ունենում, մենք հոգևորապես շինվում ենք եւ այդ շինվելով ավելի առաջ ենք գնում Աստծուն ճանաչելու մեջ, մեր ճանապարհի մեջ ավելի առաջ ենք գնում Տիրոջը ճանաչելու, խոնարհվելու, իր կամքը հասկանալու եւ կատարելու։ Իսկապես հոգևորապես շինվում ենք, ինչպես մենք նաեւ մյուսներին շինություն ենք տալիս եւ ինչպես որ շինվում ենք եւ ուրիշներին շինություն ենք տալիս, է շինելու process-ը Պետրոս առաքյալը, որ ասում էր, դուք էլ որպես կենթանի քարեր շինվեցեք որպես հոգևոր տաճար, որպես սուրբ քահանայություն, որպեսի Աստծուն ընդունելի պատարակներ մատուցեք։ Թող այսօր այդպիսի մի օր լինի։ Եվ որպես այդ բանի լավագույն դրսևորում, լավագույն օրինակ, մի փոքր Եբրայեցիների թղթի 11-րդ գլխի 7-րդ համարը կարդալով փորձենք ինչքան հնարավոր կլինի զուգահեռներ անցկացնել, զրուցել, վերլուծել, ինչ որ կստացվի ասել, ասենք, ինչ որ չստացվի ասել, թող Տերը շարունակի մեր մտքերի մեջ ասել եւ այն բարի գործը, որ Աստված կսկսի, թող առաջ գնա։ Ամեն։ Եբրայեցիների 11:7 Հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերևացած բաների համար եւ երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար, որով աշխարհքս դատապարտեց եւ ժառանգ եղավ հավատքով լինող արդարությանը։ Այս համարի մեջ ինձ շատ ազդել է այս փոքրիկ արտահայտությունը։ Տապանը շինեց իր տան փրկության համար։ Տապանը շինեց, որ իր տունը փրկվի։ Աստված ուզում էր, որ տունը փրկվի, Աստված ուզում էր, որ ընտանիքը փրկվի, Աստված կամենում էր, որ Նոյի ամբողջ ընտանիքը փրկության մեջ լինի, եւ Նոյը դրա համար Աստծուց պատգամ առնելով շինեց տապանը իր ընտանիքի փրկության համար։ Աղոթքս է, Աստծուն ուղված խնդրանքս է, որ յուրաքանչյուր մեկը կարողանա ասել, բայց ես եւ իմ ամբողջ տունը Տիրոջ կամքի մեջ ենք, որևէ մեկը չպակասի։ Այդ զատիկի սեղանի մոտ բոլորը, որ հավաքված էին, այդ նահապետը նստած էր, բոլորը սեղանի շուրջը հայրական տանը հավաքված էին եւ կարծես իրար հետ մի բան էին հասկանում, որ հիմա բոլորս այս տան մեջ ենք, բոլորս ճանապարհ ենք դուրս գալու, մի փափագ ունենք։ Երբ որ տեղ հասնենք, մեզանից մեկը պակասած չգտնվի։ Բոլորս իրար հետ սկսել ենք, իրար հետ էլ տեղացնենք, ասում եմ ամեն, ամեն։ Գրված է Պետրոս առաքյալի թղթի մեջ, ասում է, որ երբ որ Նոյի տապանը շինվում էր, Աստծո երկայնամտությունը համբերում էր։ Զարմանալի է, երբ որ շինվում ենք, երբ որ տապանը շինվում է, երբ որ այդ տապանը մենք ենք, մեր կյանքն է, մեր սիրտն է, եկեղեցին է, մեր ներաշխարհն է, մեր ճանապարհն է, ինչ որ Աստված ուզում է, որ տեսնի մեզ շինված վիճակում, պատրաստ վիճակում, գրված է, որ այդ շինվելու ժամանակ Աստծո երկայնամտությունը համբերում է։ Աստված համբերությամբ է վերաբերվում։ Դա չի նշանակում, որ մենք ճիշտ վիճակում ենք եւ արժանի ենք այն վերաբերմունքին, ինչ որ ստանում ենք։ Դա նշանակում է, որ երբ շինվում ենք, Աստված ըմբռնումով է վերաբերվում մեզ հետ։ Աստված համբերատար կերպով է վերաբերվում մեզ հետ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Թեկուզ ասում է, որ երկիրը անիրավությամբ էր լցված, չարությունը լիքն էր, բայց Աստված նպատակ ուներ, որ տապանը շինվի, եւ այդ տապանի շինության գործը վստահել էր իր ծառաներից մեկին, որին Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված տեսավ, որ Աստծո առաջ ինքը շնորհք կտավ, եւ նրան ասաց. դու քեզ համար տապան շինիր, դու քեզ համար տապան շինիր, այնուհետև ասելու էր ինչ որ կա, ինչ որ պետք է ուտելիք հավաքիր, այնուհետև ասելու էր քայլ առ քայլ Աստծո երկյուղով գնաս առաջ այս գործի մեջ։ Նոյը պատգամ առավ։ Այո, Նոյ գիտեր, Նոյ շատ բան գիտեր, որ երկիրը ապականված է, գիտեր չարությունը լիքն է,
Գիտեր մարդիկ հեռացել են, գիտեն Աստծո բարկությունը պիտի հայտնվի, գիտեր, որ դատաստան կա եւ շուտով կլինի, բայց բաներ էլ կար, որ գիտենալու հետ նաև չգիտեր։ Այսօր որոշակի այդ մասին մի փոքր ուսումնասիրենք։ Ինքը գիտեր, ինչ պիտի լիներ, բայց ինչպես պիտի կատարվեր, երբ պիտի կատարվեր, չգիտեր։ Մենակ գիտեր, որ իր գործը տապանը շինելն էր։ Ամեն։ Որքան ժամանակ պիտի շիներ, չգիտեր, բայց գիտեր, որքան որ կպահանջվեր, այդքան էլ կշիներ։ Որքանով հնարավոր էր, որքանով կստացվեր եւ հասկանում էր, որ իրեն ժամանակը տրված է տապանը շինելու համար։ Այս մի բանը հաստատ գիտեր, որ այն ժամանակը, որ իրեն տրված է, դա իրեն հենց այնպես չի տրված, դա իրեն տրված է, որ տապանը շինվի։ Երանի ամեն մարդ էլ հասկանա, որ այն ժամանակը, որ Աստված մարդուն տվել է այդ տապանի շինության համար։ Եվ եթե տապանը շինվեց, այդ ժամանակը նախ անսահման չի, այդ ժամանակը սահմանափակ է, բայց այն նպատակ ունի, եւ Աստված նպատակը դրել է, որ տապանը շինվի։ Օրհնյալ լինեն նրանք, ովքեր այդ գործի մեջ են, հավատացողը կասի ամեն։ Գիտեր, որ պիտի տապան շինվեր, գիտեր, որ տապանը շինվեր, շինվելուց հետո վերջն էր։ Տապանը ոնց պիտի շինվեր, հասկանում էր, որ դրա համար ինքը ամբողջովին պիտի ներդրվեր։ Զարմանալի էր, ինչ որ ինքը ուներ, ինչ որ ձեռք էր բերել, ինչքան որ կար, ինչքան որ կուտակել էր, ինչքան որ իր հարստությունն էր, իր ունեցվածքն էր, մի բանի պիտի ծառայեր, տապանի շինությանը։ Գիտեր, որ այդ բոլորը Աստված իրեն ընձեռել է, տվել է եւ տվել է տապանը շինելու համար։ Գիտեր, որ խնայելը որևէ իմաստ չուներ, ոչ տրամաբանական էր, ոչ էլ արդարացի էր։ Մի պահ պատկերացնում եմ, որ Նոյը որոշեր մի քիչ գումար առանձնացնել, պահել, միտեղ ամբարել, ասել, «Էս կարողա մեզ հետո պետք կար»։ Ում էր պետք։ Ում էր պետք, եթե տապանը շինում էր եւ դրանից հետո այդ գումարը որևէ մեկին պետք չէր գալու։ Գումարը այդ ինչ որ իրան տրված էր տապանի շինության համար։ Մի հատ էլ կընկնենք, ինչ որ Աստված տվել է տապանի շինության համար, ամեն եմ ասում։ Տապանի շինության համար ժամանակ էր պետք, ջանք էր պետք, տաղանդ էր պետք, փող էր պետք, համբերություն էր պետք։ Այդ ինչ որ կար տապանի համար էր։ Թեև Նոյը տեսնում էր, ուրիշները այլ բանով էին զբաղված, բայց ինքը ուրիշ բանով պիտի զբաղվեր։ Մեզ գիրք ասում է, որ ոմանք առնում էին, ոմանք ծախում էին, ոմանք տուն էին շինում, ոմանք տեղափոխվում էին, ոմանք ամուսնանում էին, ոմանք ամուսնալուծվում էին, բայց իր գործը դա չէր։ Ուրիշներն ինչով էին զբաղված չէին, դա իրան այնքան չէր հետաքրքրում, որքան որ իրան հայտնի էր իր գործը որն էր, իր գործը տապանը շինելն էր, հավատացողը կասի ամեն։ Իսկապես, ուրիշները իրենց գործը կարող էին անել, բայց առավոտյան, որ աչքերը բացում էր, գիտեր, որ ինքը ուր պիտի գնա։ Ինքը պիտի լինի այնտեղ, որտեղ տապանն է։ Իր քայլերը դեպի տապան։ Լույսը բացվում էր, ինքը տապանի մոտ էր, օրը վերջանում էր, տապանի մոտ էր ինքը վերջանում։ Իր գործը տապանի հետ էր, տապանի մոտ էր, հասկանում էր, տապանը մեր ապագան է։ Հասկանում էր, որ Աստված է սրա հեղինակը, Աստված է իրեն այդ փողը, ժամանակը, ջանքը, կարողությունը, հնարավորությունը տվողը եւ դա տվել է ընդամենը, որ տապանի գործը հաջողվի։ Եթե տապանի գործը հաջողվեց, հետո վերջն է։ Եվ ինքը այդքանը հասկանում էր, որ ոչ փողն է փրկելու, ոչ ծանոթությունն է փրկելու, ոչ բարեկամներն են փրկելու, ոչ թագավորի պալատն է փրկելու, ոչ ամբարիշտների ապարանքն է փրկելու, ոչ արծաթն ու ոսկին է փրկելու, եթե փրկվելու միակ հնարավորություն կա, այդն է, որ Աստված ասել է տապան շինի, տապանը կարող է փրկել, եւ հասկանում էր, էս ինչ է, ինչ չէ, բայց սա մեր ապագան է, սա մեր տունն է։ Եվ հասկանում էր, եթե այն տունը, որտեղ ինքը հիմա ապրում էր, իրան տուն էր համարում, այդ շատ ժամանակավոր էր, իր իսկական տունը տապանն էր։ Եվ հասկանում էր, որ պիտի
Ինքը շինում է իր տունը, ինքը շինում է իր ապագան, ինքը ինչ որ անում է, ներկայից դեպի ապագան ձգվող ճանապարհի համար է։ Հասկանում էր, որ քանի ժամանակ ունեն, տապանի համար ժամանակ ունեն, եւ եթե այդտեղ հենց տապանի գործը վերջացավ, ժամանակն էլ վերջացավ։ Արդեն հասկանում էր, որ իր ամենամեծ գործը տապանը շինելն էր եւ գիտակցում էր, որ տապանի գործը կիսատ թողելու իրավունք ինքը չունի։ Սկսել է եւ պիտի հասցնի վերջին։ Ամեն։ Հասկանում էր, որ եթե տապանի գործը վերջացավ, այստեղ այլևս անելիք չունի։ Մնայունը տապանն է։ Եվ ինչ որ պետք է իրեն, ինչ որ թանկ է իր համար, ինչ որ արժեքավոր է իր աչքին, ինչ որ ցանկանում է, որ դա մնա, դա պետք է տապանի մեջ բերվի։ Եթե տապանի մեջ չի, ժամանակավոր է։ Այսօր կա, վաղ չի լինելու։ Հասկանում էր, որ մնայունը ինչ որ տապանի մեջ է, ինչ որ տապանից դուրս է, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, կորստական է, կորչելու է, ժամանակավոր է։ Հասկանում էր, որ եթե ոմանք ասում են, չէ, ինչ գիտես տենց, հասկանում էր, որ ժամանակը դա կապացուցի, մնայունը այն է, ինչ որ տապանի ներսում է, ինչ որ տապանից դուրս է, ժամանակավոր է։ Եթե մեկն էլ կա, որ նոյին ընդունում է, նոյին հավատում է, նոյին իր սրտում տեղ է տալիս, այդ պատգամը իր համար ճիշտ է, ինքն էլ է գալու մտնի տապանի մեջ։ Հասկանում էր, որ իրան ընդունողը, իրան ճանաչողը, իրան վստահողը մի ապացուցելու ձև ունի, որ գա եւ մտնի տապանի մեջ։ Մարդը նոյին ինչ էլ ասի, ինչպես էլ փորձի իրան վերաբերմունք ցույց տալ, հարգանք դրսևորել, գնահատել, ինչ որ խոսքեր ասել, մի հատ ապացուցելու բան կար։ Եթե այդ խոսքերը դու բարի դրական ինձ ասում ես, մի ապացուցելու ձև կա, պիտի տապանի մեջ լինես։ Եթե տապանի մեջ չի, ամեն ինչ սուտ էր։ Եթե հավատում ես, հավատքով ապացուցված միակ քայլը սա էր՝ գալ մտնել տապան։ Նոյին ընդունում ես, այո, եթե ընդունում ես, նոյի խոսքն ընդունում ես, եթե ընդունում ես, նոյի յուրայիններից էր, իսկ յուրայինները տապանի մեջ էր։ Մի հատ պարզ խոսք կար, տապանի մեջ օտար մեկը չէր կարող լինել։ Եթե տապանի մեջ էին, այստեղ բոլորը յուրայիններ էին, բոլորը մի ընտանիքից էին, բոլորը մի ընտանիք էին եւ բոլորը մեկ հոր որդիներ էին։ Հավատացողը կասի ամեն։ Իհարկե, տապանում գլխավոր կար, Նոյն էր։ Բոլորն էլ հավաքված էին, բայց Նոյի գլխավորությամբ։ Ինչու՞, որովհետև ինքն էր խոսքը ստացել, որովհետև ինքն էր պատգամն առել, որովհետև ինքն էր խոսքի առաջնորդը, որովհետև եթե Նոյը ստացել է պատգամը, եթե Աստված Նոյին է ասել, մենք Նոյին ենք հետևում, մենք Նոյի կողքին ենք, մենք Նոյի հետ ենք, մենք եթե Նոյին ընդունել ենք, տապանի մեջ ենք, եթե Նոյին չենք ընդունում, տապանի մեջ ինչ գործ ունենք։ Նոյի կարևոր դերակատարում ուներ։ Եվ մարդիկ շատ հարցեր կարող էին ունենալ, բայց ոնց, այս ախր մեզ հասկանալի չի, բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ 7 օր հետո ամեն ինչ պարզ կդառնար։ Հավատում ես, չես հավատում, գիտակցում ես, չես գիտակցում, կարևորում ես, չես կարևորում, 7 օր կա, 7 օր հետո ամեն ինչ ծածուկ բան չկա, որ չհայտնվի, ամեն ինչ հայտնի է դառնալու։ Եվ եթե որևէ մեկը տապան մտնելը ամոթ էր համարել, նրա համար ապագա չկար։ Նրան էլ ամոթ էին համարելու։ Իսկապես, եթե մեկը ցանկանում էր տապան մտնել, դրսի հետ իր հարցերը լուծում էր։ Իսկապես, հասկանում էր, որ եթե ես Նոյի խոսքը ընդունում եմ, որտեղ Նոյն է, այնտեղ էլ ես եմ։ Հասկանում էր, որ եթե Նոյը Աստծուց պատգամ է ստացել, ես այդ պատգամի հետ եմ, եւ պարզում է, որ նրանք, ովքեր Նոյի խոսքը ընդունեցին, նրանք Նոյի որդիներն էին։ Եթե որդի էր, ուրեմն հոր հետ էր։ Եթե հոր հետ էր, ուրեմն նույն տապանու մեջ էր եւ որդի էր, եւ հասկանում էին, որ իրար ընդունում են,
իրար ճանաչում են, իրար վստահում են։ Ինչ հետաքրքիր էր այն պահը, որ եկան ու մտան տապան։ Հավատքով մտան տապան եւ կարևորը երկու բան էլ կար։ Պիտի սիրով իրար հետ վարվեին եւ հույսով սպասեին։ Հասկանում էր, որ ովքեր որ մտել են տապան, հասկանում էին, մենք մենակ չենք, ստեղ էլ հավատացողը կասի ամեն։ Ովքեր մտել էին տապան, հասկանում էին, մեր մեջ մեծ կա, եւ մեծը Նոյն է։ Մենք Նոյի հետ ենք։ Հասկանում էին, որ մենք մեծ ունենք, բայց նաեւ հասկանում էին, մենք մեծից բացի եղբայրներ եւ քույրեր ունենք։ Հասկանում էին, որ մեկ տուն են, մեկ ընտանիք են։ Հասկանում էին, որ այս պահին, որ տապանի մեջ են, իրար հետ սիրով պիտի վարվեն եւ իրար հետ լավ ժամանակ անցկացնեն։ Հասկանում էին, դրսից իրանց պահողը, շատ ուշադիր եմ ուզում լսեք, դրսից իրանց պահողը տապանն էր, բայց ներսում իրանք պիտի իրար պահեին։ Եվ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ եթե սատանան չկարողանա, մենք ներսում կարող ենք իրար խայթել ու իրար սպառել։ Բայց հասկանում էին, որ մեկ իրար հետ խոսեին, ասեին, ինչքան պիտի իրար սպասենք, ինչքան պիտի իրար համբերենք, այս երբ պիտի վերջանա, այդ հարցերի պատասխանը մենք չգիտենք, բայց հաստատ գիտենք, եթե նավը օրորվում է ջրերի վրա, ապա բոլորն են նավի հետ օրորվում։ Եթե նավի մեջ դժվարություն կա, ապա բոլորն են այդ դժվարությունը կրում, այնտեղ մեկը չի դժվարության մեջ։ Հասկանում էին, որ նույն վիճակի մեջ բոլորն են, բայց Աստված կամեցել է, որ այդ բոլորը իրար հետ նույն տապանի մեջ լինեն։ Եվ հասկանում էին, որ տապանի մեջ եղող ամեն մեկը շատ թանկ է, այնքան թանկ է, որ երկրի ապագան, աշխարհի ապագան, կյանքի ապագան սրանք են։ Սրանցից ամեն մեկը սերնդի շարավիղ է, սրանցից ամեն մեկը մի ակունք է, մի աղբյուր է, որից ժողովուրդներ ու ազգեր են առաջանալու։ Ամեն մեկը Աստծո փրկածն է եւ Աստված ամեն մեկին փրկել է, որ նրանց միջոցով սերունդ ստանա։ Հասկանում էին, որ իրար պիտի համբերենք, իրար հետ պիտի համբերենք եւ հասկանում էին, մենք տապանի մեջ ենք Աստծո կամքով եւ մենք իրար համար օտար չենք։ Մենք իրար բարեկամ ենք։ Մենք ենք, ուրիշը չկա։ Եթե ուրիշ լիներ, այստեղ պիտի լիներ։ Եթե ունենք մենք, հետաքրքիր է, տապանը ունենք եւ տապանով իրար ունենք։ Ամեն։ Հասկանալի է, որ մենք իրար մեջ բաժանելու բան չունենք։ Մենք իրար հետ կիսելու ինչ ունենք։ Եթե գործ ունենք կիսելու, տապանի ներսի գործը կեցե ամեն մեկը, որ իր գործը կատարի, որովհետև հասկանում էին, որ տապանի մեջ տուրիստ չկա, տապանի մեջ բոլորը տապանի ներսում եղող ծառաներն են, հավատացողը ստեղ էլ կասի, ամեն։ Եթե հարց տային, թե դուք ինչ կարող եք անել, հասկանում էին, որ իրանցից որևէ մեկը տապանը չի կարողանում կառավարել, տապանի ղեկը ներսում եղողներից որևէ մեկի ձեռքին չի։ Այս ներսում լինողները ոչ կարող են ալիքներին սաստել, ոչ կարող են երկնքի պատուհանները փակել, ոչ կարող են ընդերքի աղբյուրները սպառել, ոչ կարող են փոթորիկը կանգնեցնել, ոչ կարող են ջրերը քշել, իրենք ընդամենը կարող են տապանի ներսում իրար հետ խաղաղությամբ մնալ եւ համբերությամբ սпасել մինչեւ Աստված, որ դուռը փակել էր, հրաման կտար, որ դուռը բացվեր, մինչեւ Աստված տապանի վերջը ցույց կտար, մինչեւ Աստված կտաներ այն նոր երկիրը, որտեղ արդարությունն է բնակվում։ Հալելույա։ Իսկապես հասկանում էին, որ Աստված է իրանց իրար հետ միաբանել, Աստված է կամեցել, որ իրանք իրար հետ որպես մեկ ընտանիք, որպես մեկ տուն լինեն այդ տապանի մեջ։ Հասկանում էին, որ տապանում, եթե խոսենք, չարժե խոսել դրսից, չարժե խոսել դրսի հարցերից,
հասկանում էին, որ դրսիններին Աստված կդատի, բայց եթե խոսելու բան ունենք, իրարից խոսենք, իրար հետ խոսենք, ներսի հարցերից խոսենք, մեր անելիքներից խոսենք, մեր գործերից խոսենք, մեր հավատքից խոսենք, մեր հույսից խոսենք, մեր սերը իրար հետ խոսենք եւ արտահայտենք եւ իմանանք, այս ամենով մենք Աստծո կամքի մեջ ենք, ամեն, մեր անելիքներից խոսենք։ Հասկանում ենք, որ տապանի ներսում լինողները մի քիչ տրամաբանենք պարզապես մեր երևակայությանը տուրք տանք, իրարից կարող էին նեղանալ, կարող էին, իրար վրա կարող էին թթվել, կարող էին, բայց իրարից փախչել չէին կարող, որովհետև նույն տապաններ և տապանը սահմանափակ էր, ուր պիտի փախչես իմ երեսից կարող էին ասել իրար և հասկանալ, որ եթե տապանի մեջ են, Աստված իրանց դրել է իրար կողքի իրար հետ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Հասկանում էին, որ քանի տապանի մեջ ենք, նույն ծածկոցի տակ ենք։ Եթե նույն ծածկոցի տակ ենք, դրսից մեզ ոչինչ չի վնասի։ Հավատացողը կասի ամեն։ Ամեն։ Իսկապես հասկանում էին, որ եթե տապանի մեջ են, աշխարհի հույսը այս տապանի մեջ լինողներն են։ Եթե այս տապանի մեջ լինողները չլինեն, աշխարհի համար այլևս հույս չկա, այստեղ բնակվում է աշխարհի ապագան, այստեղ բնակվում է նոր մարդկությունը, այստեղ բնակվում է այն իսկականը, որին հավանում է Աստված, թեկուզ ամեն մեկը ինչ որ պակասություն ունի, բայց Աստված կամեցել է, որ այս տապանի մեջ այս ընտանիքը գնա առաջ։ Հավատում եմ, որ եկեղեցին այդ տապանն է, հավատում եմ, որ մեր ներաշխարհը այդ տապանն է, հավատում եմ, որ եղբայրությունը այդ տապանն է, հավատում եմ, որ հոգևոր կյանքը այդ տապանն է, եւ Աստված մեզնից յուրաքանչյուրին դրել է այդտեղ։ Ինչ կարող ենք անել, կարող ենք իրար օգնել, կարող ենք իրար քաջալերել, կարող ենք ուղղակի մտածել, իսկապես Աստծուն մեծագույն փառք, որ ինքը կամեցավ, որ մենք տապանի մեջ լինենք, հավատացողը կասի ամեն, Տերը կամեցավ, որ լինենք, այնքան մարդ կար, որ մեզնից խելոք, մեզնից լավ, մեզնից գրագետ, մեզնից տաղանդավոր, չգիտեմ ինչու, բայց Աստված կամեցավ, որ հենց մենք այդ տապանի մեջ լինենք, եւ իսկապես 1000 անգամ շնորհակալ ենք մեր Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ամեն։ Հասկանում ենք, նույն արյունից ենք, մեկ տուն ենք եւ բարեկամներ ենք, եւ երբ որ այն պահը գա, որ տապանի դուռը բացվի եւ ասի, եկեք իմ հոր օրհնածներ, վայելելու են արքայությունը, որ Աստված պատրաստել է ձեզ համար, մեզանից որևէ մեկը պակասած չլինի, ամեն։ Ուզում եմ ասել, իսկապես Աստծո շնորհքը մեծ է, Աստված ցանկացել է, որ դա լինի, եւ ես երախտապարտ եմ Աստծուն, Աստծո եկեղեցու համար, Աստծո ժողովրդի համար։ Չկա այստեղ որևէ մեկը, որից սովորելու բան չունենք։ Աստված ամեն մեկին դրել է եւ ամեն մեկը իր դերակատարումն ունի մեզնից յուրաքանչյուրի հոգևոր շինության հարցում։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, Աստված աճեցրեց։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, ինչպես Պողոսի կյանքում, ինչպես Ապողոսի կյանքում, այնպես էլ աճողների կյանքում։ Եթե համաձայն ենք, եկեք այս տապանի համար կանգնենք եւ Տիրոջ անունը փառավորենք։ Եվ